Փաշինյանի հետ էլ չի գնա, էլ չի քայլի, էլ ջուր չի հասցնի ՔՊԱ-ական Հայկ Սարգսյանը։ Շիշ բռնելով հայտնի չդարձած Սարգսյանին, ՔՊ վարչությունը երկրորդ անգամ է մերժել մտնել նախընտրական ցուցակ։ Առաջին մերժումից հետո Սարգսյանը հասկացրել էր, որ իր ոտքի տակը խորհրդարանի նախագահն է փորել շահումով խաղերի հարկման շուրջ տարակարծությունների պատճառով։ ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը կարծում է, ՔՊ-ի ներսում տեղի ունեցողը հանրության լայն շերտերին պետք է չհետաքրքրի։ Ներկուսակցական հարցերը, որոնք որ հանրայնացման ենթակա են, վարչության նիստից հետո տրվում է համապատասխան հանրայնացման նյութ։ Արդեն հանրայնացված է, որևէ թեկնածուի ՔՊ ցուցակ մտցնել չմտցնելու համար նրա հետ հարցազրույց են անում, իբրև ներկուսակցական ժողովրդավարության առհավատչյա։ Իրենք խաղում են ժողովրդավարություն, բայց միայն անծանոթ հանդիսատեսի համար են լավ խաղում։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի եւ Աննա Հակոբյանը ով որտեղ է լինելու ինչու։ Պոլիտիկ.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի խոսքով իշխանական զույգն է նախընտրական քաստինգի գլխավոր պատասխանատուն։ Ըստ Մուրազիի, ցուցակում կլինեն նրանք, ովքեր կանցնեն Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի թրի տակով։ Փաշինյանի համար պետք են թիմակիցներ, որոնք իրենց ծնողներից, հորից, մորից առավել գնահատում են Փաշինյանին։ Եվ այդ երգը դրա մասին էր, ուր որ գնաս հետդ կգամ։ Բորիս Մուրազիի համոզմամբ Հայկ Սարգսյանը ծնողներին ուրացող տեսակ չէ, դրա համար էլ մերժվում է, ինչպես իր եղբայրը, վարչապետի նախկին օգնական Նայիրի Սարգսյանը։ Նա պատրաստ էր 1.5 միլիոն դրամ վճարել ՔՊ ցուցակում հայտնվելու համար, սակայն նրա թեկնածությանը դեմ է քվեարկել իշխող կուսակցության վարչությունը մի լավ հարցաքննելուց հետո։ Ինձ քննելուց աղբորս մասին հարցեր էին տալիս։ Մապել կտենանք, էլի լավ կլինի ցույց ամենից։ Հաստատված ենք համարում։ Նայիրի Սարգսյանը վստահեցնում է, ՔՊ մերժումները իրենց ընտանեկան անդորրը չեն խաթարել։ Տանը ընդհանրապես համերաշխ ենք բոլոր մեր մտադրություններում ու գործողություններում։ Ըստ մամուլի, համերաշխություն չկա իշխանական թիմում։ Վերլուծաբանների կարծիքով Փաշինյանը այսպիսի տեսանյութեր տարածելով փորձում է տպավորություն ստեղծել, թե ընտրություններից առաջ կուրեն իրենց շարքերը։ Վստահեցնում եմ մի փոքր որ տատանում եղավ, բոլոր ԿՊԱ-ականները հիշելու են այլ երգ, հա, սիրելով հեռանում եմ երգը հիշեն, իսկ Փաշինյանի ես 3 խորհուրդ էի տվել, լավ կանի ինքը այս հիմիկվանից ամեն դեպքում պարապի, թե ինչ կարող է ապրել 8 քառակուսի մետր տարածքում, չուկ չարակ գնացքներ սլանում երգի տակ։ Իմ տեղեկություններով ԱԱԾ մեկուսարանները առնվազն 8 քառակուսի մետր կան։ Բորիս Մուրազիի համոզմամբ գահավիժող վարկանիշով Փաշինյանը թմբուկ զարկելով, սրտիկներ առաքելով փորձում է իր ներկայությունն ապահովել լրահոսում, որտեղ օրեցօր իշխող են դառնում վարչապետի գործունեության մասին բացասական գնահատականները։ Փաշինյանը քաղաքական իմաստով դիակ է եւ իրեն որևէ PR չի օգնելու բարձրացնել իր վարկանիշը։ Եթե իր վարկանիշը բարձրացնելու տեղ լիներ, հավատացեք, ծնկաչոք չէր գնա Եվրոպայի դուռը եւ Կայա Կալասի աջակցությունը խնդրել։ Կարնե Մանգասարյան, Նորակ Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։